Շիրինյան, տեսեք, Հնդկաստանը մեզ դաշնակից է։ Արդյոք պետք չի, որ Հայաստանը, հայ հասարակությունը, հայ քաղաքական միտքը զորակցություն հայտնի Հնդկաստանին, ամենաբարձր ձայնով։ Հարցը տվեցիք, ասեմ, քանի որ նոր շրջանում են, պատերազմից հետո Հնդկաստանի հետ հարաբերությունների ճարտարապետությունը քրիստոնյա ժողովրդավարական ինչ-որ չափով գուսակցության մոտ է եղել, և հենց հիմա ունենք շատ սերտ հարաբերություններ, այդ զորակցությունը պարզ է, որ մենք հայտնում ենք։ Նաև հույս ենք հատնում, որ Հայաստանի իշխանությունները Հնդկաստանի հետ միասին, երևի թե մի լավ տնտեսական, մենակ ռազմատեխնիկականը չէ, գիտատեխնիկական հանձնաժողով կստեղծեն Հնդկաստանի պոտենցիալ և Հայաստանի պոտենցիալը իրար հետ զուգորդելու համար։ Այդ առաջարկ ես արել եմ, հիմա այլ եմ անում, որտեղ ձեր ասածին ավելացնում եմ։ Հնդկաստանը ոչ միայն լավագույն տեխնոլոգիաներ ունի, զենք եւ այլն, ինչ որ հասկանալի է, ուրեմն եւ չի խնայում Հայաստանի համար, սա իմանան բոլորը, եւ հնդիկների հետ այստեղ լավ վերաբերվեն, այլ եմ ասում, այո, լավ վերաբերվեն։ Ի վերջո աշխատասեր մարդիկ են եւ անում են այն, ինչ որ մենք չենք անում։ Կարգապահ են, շատ լավ տրամադրված են, օրենքի շրջանակներում այդ հարաբերությունները լավ կարգավոր են, բայց նաև մի բան կա, ձեր ասածին ինչը որ ասեցի, ավելացնենք, որ դա աշխարհի երրորդ տնտեսությունն է եւ գերաջող տնտեսությունը, մենակ մարդու քանակը չի, եւ մենք կարող ենք տնտեսական փոխհարաբերությունների ուրեմն ոլորտում մեծ հաջողություններ ունենալ։ Հնդկաստանը պատրաստ է ավելի շատ քանակությամբ բուհեր հայ երիտասարդների տեղավորելու կրթության դիմեն, առիթ տվեցիք ասել, ինձ խնդրել էին։ Ես ձեզ ասում եմ, Հնդկաստանը տրամադրված է շատ ավելի տեղեր հատկացնել Հայաստանի, այսինքն հանրապետության համար ինքը շահագրգիռ է,